Երբևիցե Վեհարանի տարածքում այսպիսի ժխոր, այսպիսի իրարանցում եւ քաշքշուկ չէր եղել, բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ թշնամու կամակատարի կողմից ուղարկած մեծաթիվ ուժերը հանդիպելով մեր հոգեվորականության եւ քաղաքացիների դիմադրությանը անզիջում ստիպված եղան նահանջել Վեհարանի տարածքից։ Այս գործողությունը, որը նրանք իրականացրեցին, մնալու է որպես հավերժ խարան եւ այս վարչակարգի եւ իր ենթակայության տակ գործող ոստիկանության վրա։ Այս ամբողջ փորձը Վեհարանը գրավելու, մեր ժողովրդի սրբության սրբոցը գրավելու, սա չպետք է երբևիցե ջնջվի մեր հիշատակներից։ Սա մի բան է, որը երբեք թշնամին չի արել, նա միշտ հարգել է Աստծո տունը, կլներ դա պարսիկը, թուրքը, թե սելջուկը, նա հարգել է Աստծո տունը, այս շեմից ներս չի մտել։ Սա առաջի դեպքն է, երբ որ աշխարհիկ իշխանությունը, ընդ որում առերևույթ հայ, բայց իրականում հայության հետ ոչ մի կապ չունեցող, փորձել է գրավել մեր հայ ժողովրդի Սուրբ եկեղեցու Վեհարանը։ Սակայն իբարս մեր ժողովրդի պատիվիրան նա կարողացավ իր սրբությունը պաշտպանել։ Շատ կուզենայի հավատալ, որ սա վերջի անգամն է, երբ որ սա տեղի ունենում, բայց նաև բոլոր նրանց, որոնք փորձում են ոտնձգություն կատարել մեր սրբությունների վրա, ուզում եմ ասեմ, չհամարձակվեք, մի արեք, էլի գալու ենք ստեղ ու էլի պաշտպանելու ենք։ Ասել ենք, որ սուրը ձեռքներից կռվելու ենք մեր սրբության համար, այսօր տեսակ, էլի կփորձեք անել, էլի կտեսնեք։ Մի փորձեք ոտնձգություն անել մեր Վեհարանի վրա։ Մի փորձեք բռնաբարել օրենքը, մի փորձեք ոտնահարել օրենքը։ Մենք գիտենք մեր իրավունքները, մենք բոլորս օրինապաշտ քաղաքացիներ ենք, մենք այսօր այստեղ գտնվելով պաշտպանել ենք եւ օրենքը, եւ մեր սահմանադրությունը, եւ մեր եկեղեցին, եւ մեր արժեքները։ Մենք մեր իրավունքները գիտենք։ Դուք էլ ձերը իմացեք, ձեզ երկար չի մնացել։ Շնորհակալություն։ Պարոն Չալաբյան, այս ամենը կարծես տեղի ունեցավ Փաշինյանի Թուրքիա գնալուց հետո, ըստ այս ամենը Թուրքիայի պահանջովն ու Էրդողանի պահանջով Սա ուղիղ պատվեր է Թուրքիայի եւ Ադրբեջանի բռնապետների կողմից։ Այդ ուղիղ պատվերը իջեցվել է, այսպես ասած, որպես խաղաղության պայմանագիրը ստորագրելու գին։ Դա պայման է, որը դրված է Փաշինյանի վրա, որ նա բոլոր ազգային ուժերը պետք է կարողանա կոտրել, եւ դուք տեսաք, որ տարածքներն մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվեց Բարերար Սամվել Կարապետյանը, arczepiskopos Բագրատ Գալստանյանը, եւ սա հաջորդ փորձն էր եւս մեկ ազգային գործչի բարձր հեղինակությամբ, բարձր համարում ունեցող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապյանի ձերբակալումը։ Բայց այս անգամ մեր ժողովուրդը իբարս իրեն, ի պատիվ իրեն կարողացավ իր դիմադրությամբ ցույց տալ, որ այս ամեն ինչը ջրի ճամփա չի լինելու թրքահապատակների համար։ Մենք գիտենք ինչն ենք պաշտպանում եւ գիտենք ումից ենք պաշտպանում։ Մենք սա պաշտպանում ենք թշնամուց եւ թշնամու կամակատարներից եւ մենք կորցնելու բան չունենք։ Մենք կորցնելու բան չունենք։ Մինչեւ արյան վերջին կաթիլն էլ պաշտպանելու ենք, որտեղ ավելի մեծ սրբություն չկա եւ առանց մեր սրբությունների մեր համար կյանք չկա։ Պարոն Չալաբյան, իսկ ինչ է կարծում եկեղեցուց հետո հաջորդ տողակը որը կլինի, որը կցանկանա գրավել իշխանությունը։ Ցանկացած ազգային գործիչ, ցանկացած մտավորական, հանրային գործիչ, քաղաքական գործիչ, ոչ մեկս երաշխավորված չենք, բայց այսօրվա օրինակը ցույց է տալիս, որ այս թրքահաճո վարչակարգի դեմ պայքարելու միակ միջոցը միասնությունն է։ Երբ որ մենք միասնական ենք, իսկ այսօր այստեղ մենք միասնական ենք բոլորս, եւ հոգեվորական դասը եւ քաղաքացիները եւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, երբ որ մենք միասնական ենք, նրանց մոտ չի ստացվում։ Այստեղ 1000-ից ավել ոստիկան եւ ԱԱՑ-ի հատուկ բերետավորներ կային, հատուկ ստորաբաժանումներ եւ այլն։ Ուժը չի աշխատում, եթե ուժի դեմ ճշմարտությունն է եւ միասնությունն է։